Չնայած որ հա իրավապահ մարմինները մեզ նեղություն են տալի, բայց մենք փորձենք հակառակը, հա, ավելի քրիստոնեաբար բարի գտնվել ու շրջանցել են վատ փաստը, որ մեր հոգևորականներին կտրել են իրենց առօրյայից, աղոթքից, ծառայությունից, շատ կարևոր գործերից։ Ինչու են կտրել, ինչ էին ուզում ճշտել։ Չգիտեմ, ես այս ամբողջ գործընթացը հակաիրավական եմ որակում, որովհետև ինչպես գիտեք, Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության շրջանակներում հարցաքննություններ են կազմակերպվել, Արագածոտնի թեմի հոգևորականներն են հրավիրվել հարցաքննության, ինչպես նաև իմ վստահորդը Հայ Ռուբենը եւ ամբողջ հարցաքննության, հա, որպեսզի մենք նախաքննական գաղտնիքը չհրապարակելու պարտավորություն ենք ստանձնել, բայց միևնույն ժամանակ որպեսզի իրազեկենք ըստ էության ինչա տեղի ունեցել, մեծ հաշվով ոչինչ բան էլ տեղի չի ունեցել, մեծ հաշվով այս վարույթը ընդհանրապես գոյություն չպիտի ունենար։ Նախ սկսենք սկզբից։ Ինչ որ մի ձայնագրություն կոչված, ինչ որ մի բան առանց այլևայլության այդ եզրույթը օգտագործեմ, սպրդում է լրատվական դաշտ, հետո տարածում է գտնում ու դրանից հետո վարույթ է նախաձեռնվում։ Փոխարեն քննչական մարմինը քննի մեր այն հաղորդումը, թե այդ գաղտնի ձայնագրությունը ինչպես է հայտնվել եւ ում իրավունքներն է խախտում, հա, դրա փոխարեն հակառակ հավաքներին մասնակցության պարտադրելու գործ են քննում, այդ փաստի ստուգման համար վարույթ է նախաձեռնվել եւ անհանգստացնում են, անհանգստացնում են մեր հոգեվորականներին։ Ինչպես տեսնում եք, այդ իշխանամերձ ինչ որ կայքեր, կայքիկներ, նոր ստեղծված ինչ-որ լրատվամիջոցների շնորհիվ ասեմ, միջոցով ասեմ, այդ ձայնագրությունը, այսինքն ինչ կապ ունի հոգևորականների հետ, նման ինչ-որ կայքերի միջոցով է տարածվում։ Հարգելի գործընկերներ, ես մի բան հիշեցում անեմ, եթե չեմ սխալվում Ֆակտոր TV-ներ, լրագրողական պատշաճ հետաքննություններ արել ու րոպեների ճշգրտությամբ ասել էր, թե իշխանամերձ որ լրատվականներում է տեղադրվել այդ ձայնագրությունը, այս բան չեմ հիշի, կարիք էլ չկա դա բարձրաձայնելու եւ հետո ինչպես է տարածում գտել իշխանական աջակցություն սատարում ունեցող, հա, բաների կայքերի կողմից։ Դա արդեն ակնհայտ է, որ ինչ որ մի տեղից ձեռք բերված քրեադատավարական ամբողջ, հա, տրամաբանությունը եւ կանոնները խախտող ընթացակարգով նույնիսկ ամոթել է դրան որպես իրավաբան ես ապացույց կոչեմ։ Ինչ որ մի բան, ինչ որ մի ձայնագրություն, որի ոչ արժանահավատությունը, ոչ իրավականությունը, ոչ մի բանը չես կարող գնահատականի արժանացնել ու եկել է դառել է քննության առարկա։ Դա շատ իրականում իրավական շատ այսպես անամոթ բան է, հա, ես։ Տիկին Ֆարմանյան, անօրինական ճանապարհով ձեռք բերված գաղտնալսված ձայնագրությունը կարող էր դառնալ իրավական գործընթացի հիմք։ Դուք ասում եք բերել դարձրել են, բայց օրենքը ինչ է սահմանում։ Իհարկե չեն կարող բերել դարձնել եւ եթե ինչ որ մեկի կա ձայնագրության, հա, գաղտնի ձայնագրություն է կատարվել, ապա ենթադրվում է, որ եթե չեն պահպանվել քրեադատավարական կանոնները եւ գաղտնի ձայնագրության ձեռքբերման օրենքով սահմանված կարգը, ապա մենք գործ ունենք ապօրինի ձայնագրության հետ։ Հետևաբար դա նախ պիտի քննվեր, հետո գիտեք, այս IT դարում արհեստական բանականության միջոցով հրաշքներ է, հա, տեղի ունենում, մարդիկ խոսում են, շարժվում են, չգիտեմ, ֆիլմ է նկարվում արհեստական բանականության կողմից, հետևաբար մի ձայնագրություն այդպես նետել հասարակությանը եւ ասել, որ գիտեք, այսպիսի բան, հա, սենսացիոն ձայնագրություն է, որի նկատմամբ էլ մի ամբողջ քննչական դեպարտամենտ լծվի ու սկսվի քննություն կատարել, իհարկե սա ռեսուրսների, պետական ռեսուրսների լուրջ վատում է եւ նաեւ հաշվի առնենք, որ մենք գործ ունենք մեր հոգեվորականների հետ, որոնք այս ընթացակարգերի հետ ընդհանրապես առնչություն չունեն ու բերել մարդկանց նեղություն տալ,
կանչել, հարցաքննել, չգիտեմ ինչ որ անհարմարություն ստեղծել հարկադրանքի միջոցներով, հա, վախեցնել, իհարկե սա անթույլատրելի է եւ իրավական պետության հետ որևէ առնչություն չունի։ Տիկին Վարդանյան, 8 հոգեվորականի մասին էր նշվել, թիվը մնացել է հենց այդպես հաստատում, թե ավելացել է։ Այս պահին եւ տեղյակ եք արդեն քանիսն են հարցաքննվել եւ քանիսին եւ որ ժամին են վաղը նախապատրաստում կանչել։ Վաղը կան հարցաքննված է, այս պահին ցուցակը չեմ կարող հստակեցնել, որտեղ տևական ժամանակ գտնվում ենք ներսում եւ վաղը նույնպես ծանոթացված հոգեվորականներ կան։ Այսօր արդեն մեր հոգեվորականներից մի քանիսը իրենց ծանոթության հիման վրա հարցաքննությունը ավարտել են։ Այս երկու օրվա աշխատանքները ավարտելուց հետո պաշտպանական խումբը կկարողանա վերջնական իմի բերել այդ հայտարարության հանդես կգա։ Կարծում եմ Տիկին Զոհրաբյան, ձեր գործընկերներից Արա Զոհրաբյանը այսօր մեծ հետաքրքրություն նշեց, որ ինչ-որ նոր բարույթ է ստեղծվել, իբրև թե որևէ հոգեվորականի կարգավորիչ անելը իրավունքներ նախախտվել, նման ինչ-որ խտրականության հետ կապված, այո, քրեական օրենսգրքի 203 հոդվածի շրջանակներում եկեք Հայրուբենի մասնակցության մասով ես հակիրճ ասեմ, որ հետո արդեն մյուս մասին, հա, գնահատողական դատողություն, Հայրուբենը արդեն մեզ հայտնի գործի շրջանակներում այդ ձայնագրության շրջանակներում էր հարցերը, թե արդյոք գիտեք, ճանաչում եք, տեղեկացված եք, այսինքն այդ անհասկանալի ձայնագրության շուրջ ինչ որ հարցեր է, որոնց բնականաբար Ինչ հետ կանք մեքենան տեղեկություն չունեն, հա, իսկ այդ բարույթը նոր ստեղծվել նախաձեռնված բարույթի մասին մեր մյուս հոգեվորականները, որոնց ծանոթությունների մեջ նշված է 203 հոդվածը քրեական օրենսգրքի, որի շրջանակներում նույնպես պիտի հարցաքննություն իրականացվեր, իհարկե անհասկանալի է, թե ինչ խտրականության մասին է խոսքը գնում։ Եթե զուտ իրավական դատողություն անենք խտրականության հանցակազմի, հա, հանցանքի առերևույթ դեպքի համադրությունը, ապա մենք նայեք հաջորդ գործընկերներ գործ ունենք եկեղեցու ներքին կանոնակարգերով կարգալուծության ընթացակարգի հետ, այսինքն եկեղեցու կարգով ձեռնադրվել են, եկեղեցու կարգով կարգալուծ են արվել ու հիմա պետությունը միջամտի եկեղեցու գործերին, դա անթույլատրելի է, որտեղ եւ սահմանադրությունը, եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունների մասին օրենքը, հա, պետություն եւ եկեղեցի իրավակարգավորումների շրջանակում պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կանոնակարգերին։ Եկեղեցին իր կարգերով եւ իր հոգեվորականների հետ հարաբերությունները կարգավորում են, տանել աշխատանքային օրենսգիրքը, հա, խցկել, այդպիսի մի միտք էլ չէ հնչեց, եթե չեմ սխալվում, իշխանական մի ներկայացուցիչ կողմից, այս պահին չեմ մտաբերի ով էր, բայց այդ աբսուրդ միտքը տպավորվեց, որ դա աշխատանքային օրենսգրքի նորմերի խախտում է, ավելի մեծ իրավական անտրամաբանություն, ես իհարկե լսած եմ չկայի, որովհետև եթե եկեղեցին անջատ է, մենք պետություն որպես մեզ անջատել ենք եկեղեցուց, մեզ համար սահման ենք գծել, որ այնտեղի կանոնակարգերին մենք միջամտելու իրավունք չունենք։ Հիմա ինչ տրամաբանությամբ է գնում քրեական օրենսգիրքը սկսում կիրառել ինչ-որ բաների, հա, աշխատանքային, հա, կանոնակարգերի վերաբերյալ իրենց ներքին գործառույթների տրամաբանությամբ։ Հա, կներեք, չեմ հիշում։